Սիրելիներս, ինչ լավ է, չէ՞ Քրիստոսի հետ ապրելը։ Շատ լավ է, չէ՞։ Գոհեք Աստվածանից։ Ամեն։ Ես շատ ուրախ եմ, որտեղ մենք մեր եկեղեցին գոհացողների, Աստծուց գոհացող եկեղեցի է։ Աստծուն սիրող եւ մեկը մյուսին սիրող եկեղեցի է։ Ու մենք ուզում ենք Հիսուսին նման լինել, որ Հիսուսը իր համար մի ընտանիք ստեղծեց երկրի վրա, ու մենք ամեն բան անում ենք, որպեսզի Աստծո սերը այս ընտանիքի մեջ երևա։ Ամեն, ու այդ գործի մեջ մեզանից ամեն մեկը ունի իր բաժինը պատասխանատվության։ Ու դա հիասքանչի չէ, որ ոչ մեկը դուրսը չի մնում, բոլորը մասնակցում են Աստծո տան շինության մեջ։ Աստված սիրում է քեզ շատ, ու Աստված հոգում է քո համար։ Ամեն սիրելիներս, այսօր ուզում եմ ուղղակի այն խոսքով, որը իմ սրտիս մեջ կա, բոլորին հորդորել, որ մենք բոլորս նայենք Հիսուսին։ Ու մի պատմություն կկարդամ, էլի ծովային պատմություն է, անցած անգամ Տիգրանը խոսեց մի պատմության մասին, որը ծովի վրա է տեղի ունեցել։ Ես էլ կկարդամ մի պատմություն, բայց ուշադրությունը կդարձնենք մեկ ուրիշ բաների վրա։ Ուրեմն մի հատված կկարդամ Մարկոսի 4-րդ գլխից 35 համարից։ Մարկոս ավետարանի 4-րդ գլխից 35 համարից 4-րդ գլուխը 35 համարից։ Այստեղ այսպիսի պատմություն է։ Եվ այն օրը, երբ որ իրիկունն էր լինում, նրանց ասեց. եկեք անցնենք այն կողմը։ Հիսուսը արդեն իր աշակերտների հետ էր անցնում, ու սա վերաբերվում է, սա կատարվում էր էլի Գալիլեան ծովի վրա, ասում էր արի անցնենք այն կողմը։ Եվ ժողովուրդը թողնելով, եւ նրան նավն արավ, ինչպես որ էր նավումը, եւ ուրիշ նավակներ էլ կային նրանց հետ։ Եվ քամի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափվում էր նավի մեջ, մինչեւ որ համարյա արդեն լցվում էր, եւ ինքը նավի ետի կողմումը բարձի վրա քնած էր, եւ նրան զարթնեցնում են եւ ասում նրան. Վարդապետ, հոգդ չէ, որ կորչում ենք, եւ նա զարթնելով քամին սաստեց եւ ասեց ծովին. լռիր, պապանձվիր, եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղություն եղավ, եւ ասեց նրան. ինչու այդպես վախկոտ եք, ինչպես հավատք չունեք, եւ նրանք մեծ վախով վախեցան եւ իրար ասում էին. սա ով է արդյոք, որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են նրան։ Ասեմ ձեզ, որ այս պատմությունը կատարվել է ավելի շուտ, քան այն պատմությունը, որ անցած կիրակի օրը մենք լսել ենք։ Էլի պատմություն է ծովի վրա, ու մենք մի բան ենք տեսնում, որ այս անգամ Հիսուսը արդեն նավի մեջ էր։ Ամեն, ու Հիսուսը հրաման տվեց, հանձնարարություն տվեց իր աշակերտներին, ասեց. հիմա նստում ենք, այս ափից գնում ենք մյուս ափը։ Ու ես ասեմ ձեզ, Գալիլեան ծովը նույնպես շատ լայն, մեծ ծով է, լիճ է, բայց ծով են ասում իրան։ Ու իրանք շարժվեցին, ու երբ իրանք շարժվեցին, պարզա որ էլի քամի բարձրացավ, էլի փոթորիկ բարձրացավ, ու մենք մի բան ենք հասկանում, որ սա ոչ թե պատահական բնական փոթորիկ է, այդ փոթորիկի ետևում կանգնած էր ինչ որ մեկը, դա սատանան է, որը այսպես ուզում էր խորտակել այդ նավը։ Ու գիտեք, աշակերտները, երբ նայում են ով էր որ լինի, երբ տեսնում է այդ մեծ սաստիկ քամու ձայնը, ծանրալիքները, որ արդեն նավը լցվում է, նավը գտնվում է ծովի մեջտեղում, դա իրականում վախենալու պահ է։ Եթե դուք երբևէ եղել եք ծովի մեջտեղը, իրականում վախենալ, մանավանդ գիշերն էր, ու պատկերացրեք, իրանք խուճապի մատնվեցին, ինչպես մեզանից շատերը խուճապի ենք մատնվում, երբ ինչ-որ դժվար իրավիճակի մեջ ենք լինում, պատկերացնում եք, եւ այս պահին խոսքը այսպես է նկարագրում, որ Տեր Հիսուսը բարձի վրա, այսինքն նավի ամենավերջում, այնտեղ բարձ կար, Հիսուսը այնտեղ հանգիստ քնած էր, ինքը քնած էր, պատկերացնում եք, աշակերտները վախեցան եւ անհանգստացրեցին, արթնացրեցին Հիսուսին։ Ու կարող եմ ասել շատ դժգոհ էին, որ Հիսուսը իր համար հանգիստ այնտեղ քնած է, բայց իրանք այդպիսի բարդ իրավիճակի մեջ են։ Ու մենք հետո գիտենք ինչ կատարվեց։ Գիտեք, այստեղ այս իրավիճակը խոսում է մեր շատ շատերի կյանքի իրավիճակների մասին, ու մեր շատ շատերի արձագանքի մասին։
Պատկերացնում եք սիրելիներս, ու ուզում եմ ուշադրությունը դարձնել այս Հիսուսի խոսքերի վրա, երբ ինքը ասեց, եկեք այս ափից մենք տեղափոխվենք այն մյուս ափը։ Մենք մի բան գիտենք, որ ամեն անգամ, երբ Հիսուսը մի բան ասում է, ինքը նկատի ունի։ Հիսուսի ոչ մի խոսքերը պարապ չեն, որտեղ ինքը ասել է, որ ամեն պարապ խոսքի համար մարդը կամ կարդարանա կամ կդատապարտվի։ Հիսուսի խոսքերը պարապ չէին։ Հիսուսը գիտեր, որ եթե ինքը նստում է նավը, ինքը պետք է հասնի, որտեղ հայրը ասել է պիտի հասնի այնտեղ գործ կանելու, ու ինքը պիտի գնա։ Գիտեք, սիրելիներս, այնքան կարևոր է, որ երբ մենք սկսում ենք մեր կյանքը Աստծո հետ, մեր հոգևոր կյանքը, մենք մի բան իմանանք, որ այդ կյանքը սկիզբ ունի ու ավարտ ունի։ Ամեն, իհարկե ամեն մեկը, որ ծնվում է այս աշխարհ գալիս է, դա իր կյանքի սկիզբն է։ Նաև երբ ֆիզիկապես թողնում է ու տեղափոխվում է հավիտենության մեջ, դա էլ իր կյանքի ավարտն է։ Այսօր դրա մասին չեմ խոսելու մեր հոգևոր կյանքի մասին, որ այն օրվանից, երբ մենք որոշել ենք Հիսուսի հետ քայլել ու Հիսուսի հետ լինել, դա մեր կյանքի սկիզբն է։ Բայց գիտեք, մեր կյանքի ընթացքում, հոգևոր կյանքի ընթացքում, երբ մենք որոշել ենք Հիսուսի ետևից գնալ, Հիսուսի կամքը կատարել, Հիսուսի նման լինել, շատ փոթորիկներ են բարձրանում, շատ փոթորիկներ, ու այնպիսի փոթորիկներ, որ ուզում են խորտակել մեզ, խորտակել մեր կյանքը։ Գիտեք, մի ցավալի երևույթ կա, որ երբ եկեղեցին սկսվեց տարիներ առաջ, գիտեք ինչքան շատ մարդիկ որոշել են Հիսուսի ետևից գնալ, բայց ինչ-որ պատճառներով մարդիկ շեղվեցին այդ ճանապարհից։ Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ամուսնացել են, գնացել են ուրիշ քաղաք ու այնտեղ այցելում են եկեղեցի։ Այս վերջերս մեր քույրիկներից մեկը, ում ընտանիքը, իրանք շատ փոքր երեխաներն են, մեր մանկական են գալիս եկեղեցի, տեղափոխվել են ուրիշ տեղ, ու այս վերջերս եկել են Հայաստան, ու նա ուրախ ինձ զանգում է ու ասում է, դուք գիտեք, մենք ուզեցանք ձեզ տեսնել, բայց չկարողացանք եւ այլն, բայց մենք գնում ենք եկեղեցի, ասեցի բոլոր, ասեց, այո, մենք բոլորս գնում ենք եկեղեցի։ Ու ես մի բան հասկացա, որ այն սերմը, որը այս եկեղեցում, այս ծառայության միջոցով ցանվել է, այդ երեխաների սրտերի մեջ, այդ սերմը պտուղ է տալիս։ Եվ իրանք էլ հետո ամուսնացան, իրանք երեխաները, իրանք արդեն խոսում են երեխաների ընտանիքի հետ եւ այլն։ Դուք հասկանաք, ես այնքան եմ ուրախանում, ու մենք բոլորս էլ, որ մենք տեսնում ենք ինչ որ մեկը, ինչ որ կյանքի իրավիճակից ելնելով տեղափոխվում աշխարհի ինչ որ մի տարբեր ծայրերը, բայց մնում են Հիսուսի հետ միաբան, բայց շարունակում են Հիսուսի հետ քայլել, շարունակում են աճել իրանք հարաբերությունների մեջ։ Դա այնպես մեծ ուրախություն է մեզ համար, ու ես պատկերացնում եմ ինչքան Աստված է ուրախանում, որովհետև ասեմ ձեզ, դա այդպես չէ, որ ոմանց կյանքը շատ հեշտ է ընթանում, ոմանց կյանքը բարդ։ Որոշ մարդիկ անգամ քրիստոնյաներ, իրանք շեշտը դնում են իրանք կյանքի բարդությունների ու խնդիրների վրա, ու երբեմն իրանք խղճում են, երբեմն իրանք բախտի վրա լացում են, բայց այսօր ես ուզում եմ ասել, որ եկեք մենք այդ բոլոր բաները թողնենք ու նայենք Հիսուսին, որտեվ Հիսուսի հետ հանդիպելուց հետո մեր կյանքը շատ փոխվեց, սիրելիներս, ու շատ փորձություններ կարող է լինեն։ Այն պատճառով, որ այսօր եկեղեցին այստեղ է, որ ծառայողները կանգնած են, հավատարիմ են, դա չի նշանակում, որ մենք մարտահրավերներին չենք հանդիպել։ Մենք շատ դժվարությունների մարտահրավերներին հանդիպել են։ Պատկերացրեք պահը եղել, որ տարել են ինչ-որ ինձ միտեղ, որպեսզի ոստիկանություն, որպեսզի հարցաքննեն, այս ինչ եկեղեցի է, ինչ ենք անում, ոնց ենք անում եւ այլն։ Ու այդքան էլ հեշտ չէր, որ ասեմ սկզբից չէի վախենում, հա, բայց Աստված պաշտպանում էր, բոլոր հարցերը լուծում էր։ Տարբեր խնդիրներ եղել է, թե ընտանեկան, թե հարաբերությունների, տարբեր, թե հիվանդությունների հետ կապված, բայց հետաքրքիր է, ոմանք մնում են կանգուն, ոմանք էլ ճանապարհից շեղվում են, ոմանք նեղանում են անգամ Աստվածանից։ Ես այսքան խնդրեցի Աստծուց, Աստված չպատասխանեց ինձ։ Ես խնդրեցի, որ այսպես լինի, բայց այդպես չեղավ, ու Աստծուց նեղանում են, ու անգամ թույլ են տալիս արտահայտություն, ուրեմն Աստված չկա, ուրեմն Աստված կամ չգիտեմ ինչ չի սիրում։ Սիրելիներս, այն ճանապարհը, որ մենք սկսել ենք Հիսուսի հետ,
մենք պետք է գնանք մինչև վերջ նայելու ոչ աջ, ոչ ձախ, ճանապարհից չշեղվելով, ամեն։ Եթե երբ դու ուզում ես ինչ-որ մի տեղ գնալ, դու պետք է այդ քո վերջնակետը իմանաս, ու իմանաս ինչ տրանսպորտ ես նստում, որ դու կարողանաս հասնել այնտեղ, ամեն։ Կամ ինչ-որ տեղ գնում ես, հասցեն պետք է իմանաս, առանց հասցե իմանալու դու չես կարող այնտեղ հասնել։ Այդպես էլ մենք մի նպատակ ունենք, որ մենք Հիսուսի հետ մինչև վերջ այս երկրի վրա, անկախ դժվարություններից, անկախ մարտահրավերներից, անկախ ինչ-որ բաներից, մեզանից ամեն մեկը պետք է որոշի, որ ես այն մարդն եմ, որ որոշում եմ մինչև վերջ գնալ Հիսուսի ետևից։ Ինչ դժվարություն է լինի, ես չեմ շեղվելու իմ ճանապարհից, ես չեմ շեղվելու, ամեն, որովհետև Աստված հավատարիմ այդպես գրված է, որ այն գործը, որ նա սկսել է մեր յուրաքանչյուրի մեջ, նա հավատարիմ է, որ մինչև վերջ ավարտի, նա չի հիասթափվում, ոչ մեկի պատճառով, հասկանում եք, նա չի նեղվում, նա Աստված է, ու նա ուզում է մեզ միշտ հորդորել, բարձրացնել, որպեսզի մենք գնանք մինչև վերջ, ու մենք տեսնում ենք այս պատմության մեջ, այո, փոթորիկները եղան, բայց հետաքրքիր է, նրանք ովքեր արթուն էին, ու նրանք ովքեր ֆիզիկական ձևով արձագանքեցին, նրանք ովքեր չէին հասկանում ով է իրանց հետ նավակի մեջ, նրանք խառնվեցին իրար։ Ասեմ ձեզ, սիրելիներ, մենք չենք տարօրինակ բաների մասին չենք խոսում, երբ դժվար է, ասում ենք դժվար է, երբ մեկը հիվանդ է, հասկանում եք հիվանդ է, բայց երբեք չպիտի կենտրոնանանք այդ դժվարությունների եւ այդ ամենի վրա։ Մենք պետք է կենտրոնանանք Հիսուսի վրա, որովհետեւ մեր կյանքի նավակի մեջ Հիսուսը մեզ հետ է, Հիսուսը քեզ հետ է։ Ու եթե Հիսուսը ասել է անցնենք այն կողմը, ուրեմն պիտի անցնենք։ Այն կողմը դա այն կողմն է, որը այսօր մեր յուրաքանչյուրի համար նոր բան ունի։ Նոր բան։ Միգուցե մարդ կա, որը մտածում է, որ ես հոգնել եմ ես իմ միապաղաղ կյանքից կամ այսքան խնդրում եմ աշխատանքի համար, մինչև հիմա չկա, կամ տարբեր բաները։ Աստված ասում է՝ մի հիասթափվիր։ Հիշիր, ով է քո Տերը, ում հոգին է քո մեջ։ Այս բանը ամենակարևորն է, սիրելիներս, որովհետև դժվարությունները միշտ ցույց են տալիս, ում ես դու ապավինում, ով է քո կյանքի հիմքը, ով է քո կյանքի վեմը, ումից ես դու բռնված, ամեն։ Անգամ եթե քեզ դավաճանում է քո միտքը, անգամ երբ քո իրավիճակներն են դավաճանում, կարող է քո հարազատները քեզ անարգեն, նրա պատճառով որ դու ետևում ես Հիսուսին, դա ժամանակավոր է, ամեն ինչը կփոխվի, երբ դու շարունակես ետևել Հիսուսին, երբ դու չշեղվես աջ կամ ձախ, այս որոշումը շատ կարևոր է։ Իմ պահին ես այդպիսի որոշում ընդունել եմ, ու այդ որոշումը մինչև հիմա ինձ պահում է։ Այն ժամանակ մենակ մի տնային խմբակ էր, ու գիտեք դա 92 թվականն էր, որ պատերազմը դեռ գնում էր, ու ես նոր Աստվածաշնչյան դպրոցից վերադարձել եմ, ու ես նենց վերադարձել եմ, որ ես պետք է մի այս լուրով կիսվեմ իմ ծնողների հետ, իմ հարազատների հետ, մենք վերադարձել ենք հունիսի սկզբին ու հունիսի վերջին ես իմացա, որ շատ դժբախտ բան եղավ ծնողներիս հետ, որ իրանք զոհվեցին։ Ու դուք չեք պատկերացնում, այն ժամանակ եկեղեցին դեռ չկար, որ ասեմ ինչպես եկեղեցի, խմբակ էր։ Ես այնպիսի բան վերապրեցի, որ կարծես հողը քո ոտքերի տակից գնում է, ու դու չես հասկանում ինչ է կատարվում։ Բայց գիտեք ինչ, ես շնորհակալ եմ Սուրբ Հոգուն, որին Հիսուսը ուղարկել է իմ կյանքի մեջ, քո կյանքի մեջ, որ երբ դու թուլանում ես, երբ դու ինքդ քեզ կորցնում ես, երբ դու չգիտես ոնց քո հարցերը լուծես, երբ դու հիասթափված ես ինչ-որ մեկին, Հիսուսը միշտ հավատարիմ է, Հիսուսը միշտ հավատարիմ է, ու գիտեք, Սուրբ Հոգին եկավ ինձ վրա, ու ես իմ մեկ սենյականոց բնակարանի այդ սենյակի կենտրոնում կանգնեցի, ու ես ասեցի սատանա լսիր, ոչ իմ ծնողների մահը, ոչ ինչ-որ մարդիկ, ոչ ինչ-որ մեղքը, ոչ ինչ-որ իրավիճակ, ես թույլ չեմ տա, որ ինձ բաժանի Աստծուց։ Դա հեշտ չէր, բայց ամենադժվար պահին ես երբեք չեմ մոռանա այդ բանը, որովհետև դա հոգուց էր։ Ու գիտեք ինչ, այդ որոշումը մինչև հիմա իմ կյանքը
կառավարումը, որովհետև որ ասեմ դրանից հետո ամեն ինչը հեշտ չէ, երկրի վրա հեշտ չի, որովհետև երկիրը լեցուն է պրոբլեմներով, նեղություններով, Հիսուսը մեզ զգուշացրել ու ասել է, որ այս աշխարհը շատ նեղություններ ունի, շատ, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ այս աշխարհին, քաջ եղեք, ամեն, քաջ եղեք, մեզ այդ բանը պետք է միշտ հիշել, սիրելիներս, միշտ հիշել, գիտեք, ամենակարևոր բանը, որը Հիսուսը սովորեցնում էր իր աշակերտներին, դա հավատքի մասին էր, հավատքի թեման էր, այստեղ էլ Հիսուսը, պատկերացրեք, ինքը քնած էր, շատ հանգիստ քնած էր, ինչ է ալիքները Հիսուսի վրա չէին գալիս էին, ինչ է այդ ալիքները չէին շարժում նավակը, շարժում էին, բայց Հիսուսը հավատում էր, որ այնինչ որ Հայրը ասել է այստեղից տեղափոխվիր այնտեղ, աշխարհը շուռ գա, ինքը պիտի հասնի մյուս ափին։ Ինչքանով այսօր մենք վստահ ենք, որ եթե Աստված մեզ հետ է, ու նա մեզ խոստում է տվել, անգամ եթե ինչ որ ժամանակ չի կատարվում, ինչքանով մենք վստահ ենք, որ դա անպայման կկատարվի, որ ասում ենք քարն էլ տրակի պիտի կատարվի, աշխարհն էլ շուռգա պիտի կատարվի, ինչքանով դու վստահ ես, ես շատ վստահ եմ, որ Աստծո խոսքը ճշմարտություն է, ամեն, ու Աստված ուզում է, որ դու Աստծո խոսքին հավատաս ավելին, հավատաս, քան քո զգացմունքներին, դու Աստծո խոսքին վստահես, ամեն, սիրելիներս, հավատալ, ասել ես հավատում եմ Աստծուն, բայց նեղության պահին ուղղակի շեղվել ճանապարհից, Աստծո հետ այդ ճանապարհից, դա խոսում է, որ այդքան էլ մենք լավ չենք ճանաչում ու հավատում, երբ դու ճանաչում ես ասում, դու սկսում ես իրան սիրել, երբ դու իրան սիրում ես, դու ուզում ես նվիրվել, երբ դու նվիրվում ես, դու ուզում ես գործել Հիսուսի համար, երբ դու գործում ես, պտուղները տեսնում ես, ուրախանում ես, որովհետև Հայրը փառավորվում այդ պտուղների միջոցով, ամեն, Հիսուս ասել է աշխարհը կանցնի, աշխարհի ցանկություններն էլ կանցնեն, բայց նա ով որ Աստծո կամքն է կատարում հավիտյան պիտի ապրի, ամեն, այսօր եկեք որոշում ընդունենք, եթե ինչ որտեղ քո հավատքը այսպես տատանվել է, ինչպես աշակերտների հավատքի պես նավակում, հիշիր, դու մենակ չես, ամենակարող Աստվածը քեզ հետ է, նա քեզ հետ է, ու նա քեզ երբեք չի թողնի, կարող է քեզ թվում է, որ նա քնած է, երբեմն մարդիկ այդպես են ասում, ես այդքան աղոթում եմ, Աստված կարծես քնած է, պատասխան չկա, նա քնած չէ, նա ուղղակի թույլ է տալիս, որ մի հատ տեսնի, ինչքանով դու իրան վստահում ես, ինչքանով, առաջի բանը, որ Հիսուսը արեց, նա սաստեց այդ քամին, որտեղ աշակերտները այնքան վախեցած էին, եթե Հիսուսը մի բան ասեր, չէին հասկանա, դրա համար հանգստացրեց, հանդարտվեց, իրանք ուշքի եկան, և հետո Հիսուս ասեց, «Էդ ինչու եք այդպես վախկոտ, ինչ հավատք չունեք, պարզում է, որ հավատքը դա մի զորություն է, որի շնորհիվ դու կարող ես քամիներին սաստել, դու կարող ես քամիներին սաստել, ամեն, ամեն, հավատքը դա ուղղակի լավ տրամադրություն չէ, հավատքը դա ուղղակի ոգևորություն չի, հասկանում եք, երբ մենք այսպես լսում ենք լավ վկայություններ, տեսնում ենք հրաշքներ, ինչ որ լավ բան կատարվում է մեր կյանքում, մենք շատ ոգևորվում ենք, բայց գիտեք ճշմարտությունը ինչումն է, ոգևորությունը մեզ չի օգնի մինչև վերջ գնալ, ոգևորությունը շատ ժամանակավոր է, ամեն, դրա համար մենք պետք է որոշենք, որ ոգևորված եմ ես, թե չոգևորված, միևնույն է, իմ որոշումը անփոփոխ է, ապրեմ ես, թե մեռնեմ, պիտի Տիրոջը ետևեմ, դու գիտեք ինչքան դա լուրջ է, ամեն, հիմա սիրելիներս, այստեղ մենք տեսնում ենք, որ երբ քամիները հանդարտվեցին, աշակերտները ասեցին, «Էս ով է, որի խոսքին ենթարկվում են ծովերը ու քամիները, էս ով է»։ Այն պատմությունը, որ Տիգրանը պատմեց, այնտեղ արդեն իրանք հայտնություն ստացան, որ Հիսուսը այնն է, ով որ Աստծո որդի է, որ ինքը կարա ջրի վրայով էլ քայլի, ամեն, այսօր ինչքանով է Հիսուսը մեզ համար իրական, սիրելիներս,
Ինչքանով է նա իրական։ Ինչպես ես դու արձագանքում քո կյանքի ինչ որ դժվարությանը, որ ինչ որ մի ՉՊ է լինում այսպես, չնախատեսված կամ չսպասված, կամ այսպես քեզ վրա հարձակվող ինչ որ մի բանին, ո՞նց ենք մենք արձագանքում։ Սուրբ Հոգին ինձ օգնում է, որպեսզի ես միշտ ետևեմ իմ արձագանքին։ Ամեն։ Ու ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին մեզանից ամեն մեկին էլ օգնում է։ Ուղղակի մենք պետք է Սուրբ Հոգու հետ միասին համագործակցենք, որտեղ Սուրբ Հոգին եկել է հատուկ նպատակի համար, որ քեզ քո նավակի մեջ օգնի, որ դու չվախենաս ոչ մի քամիներից ու ոչ մի ալիքներից։ Ամեն սիրելիներս։ Ամեն։ Գիտեք, շատ լավ է լավ քարոզներ լսելը։ Փառք Աստծուն, որ մենք ունենք լավ հնարավորություն, լավ քարոզիչներ, լավ ծառայողներ, մենք լսում ենք, բայց այդ լսածի հետ մենք ինչ ենք անում։ Ինչ ենք անում այդ լսածի հետ։ Մինչև տունը, որ հասնում ենք, պահում ենք դա, որոշում ենք, որ պետք է ինչ որ մենք լսել ենք, կիրառենք մեր կյանքի մեջ։ Հավատում եմ, որ դա այդպես է։ Հավատում եմ, ամեն, որտեղ մեր կյանքը փոխվում է, երբ մենք սկսում ենք մեր կյանքը հաստատել Աստծո խոսքի վրա։ Բանը սկզբունքը միա դա է, ուրիշը չէ։ Ամեն։ Այսօր շատերը ունեն տարբեր նպատակներ։ Գիտեք, լավ նպատակ ունենալը դա շատ կարևոր է։ Լավ նպատակը արժեքավորում է մարդուն եւ ամեն մի մարդուց պահանջում է ջանք, համբերություն եւ ինչ հավատարմություն։ Այսօր գիտեք, երբ մենք ունենք նպատակ, որ Աստծո գործը արվի, Աստծո գործը մի հոգու համար չէ կամ մի հոգին չի անում։ Երբ մենք ասում ենք Աստծո գործը, մենք պատկերացնենք, որ Աստված մեզ յուրաքանչյուրին կանչել է, որ մենք այս աշխարհին Հիսուսի մասին պատմենք։ Որտեւ ինչքան մենք պատմենք Հիսուսի մասին, այնքան մեր երկիրը շուտ կփոխվի։ Ես միշտ դրա մասին ասում եմ։ Եկեք մենք հույսը չդնենք ինչ որ բարձր պաշտոնյաների վրա։ Ամենաբարձր պաշտոնյան Տեր Հիսուսն է։ Երբ մենք իր հետ համագործակցենք, իրավիճակները փոխվելու են։ Ու Աստված քեզ շատ ուժեղ ձևով գործածելու է, որպեսզի քո միջոցով շատերի կյանքերը փոխվեն։ Ամեն։ Այստեղ հարց է, որ դու երբ լսում ես այդ խոսքը, ասես Տեր, ես այն մարդն եմ, որ ես ուզում եմ քո ծրագրի մեջ գնալ։ Ես այն մարդն եմ, որ որոշում եմ գնամ քո ետևից, ինչ էլ որ լինի։ Ամեն։ Հիմա ուզում եմ մի բանի մասին էլ խոսել, թե ինչ մենք պետք է անենք, որ մինչև վերջ գնանք Հիսուսի ետևից։ Ինչ պիտի անենք։ Եկեք նայենք Եբրայեցիս 12-րդ գլխից, Եբրայեցիս 12-րդ գլխից, հենց առաջի համարից էլ եկեք կարդանք։ Ինչ անենք, չէ՞, որտեվ հետաքրքիր է։ Ես չեմ ուզում շեղվել իմ ճանապարհից, Հիսուսի ետևից, որ ես գնում եմ, բայց հետաքրքիր է ինչ ես պետք է անեմ, երբ փոթորիկներ են բարձրանում, դժվարություններ են լինում, այդ դժվարություններին դու կարող ես ամեն մեկը մի անուն տալ, որովհետև մեր դժվարությունները այսպես իրար նման չեն։ Ամեն, այն դժվարությունը, որը ինչ որ մեկի համար է, կարող է ինձ համար հեշտ հաղթահարելի լինի։ Այն, որ ինձ համար է դժվար, մյուսի համար դժվար է հաղթահարելի, հասկանալի է, չէ՞։ Բայց Հիսուսը մեզ միշտ օգնում է, որ մենք հաղթահարենք։ Հիմա տեսեք ինչ է այստեղ գրված։ Ինչ է գրված այստեղ հենց առաջի համարից։ Դու գիտեք, որ 11-րդ համարը գլուխը բանի հավատքի հերոսների մասին է խոսվում, որ իրանց հավատքը պահեցին ամենադժվար պահերին։ Օրինակ Նոյը, երբ Աստված ասեց դու պիտի տապան կառուցես, նա կառուցել է տապանը այնտեղ, որտեղ ջուր երբեք չի եղել, ծով չի եղել, գետ չի եղել, անձրևներ չեն եղել։ 100 տարի նա կառուցել է, օրեցօր իր վրա ծիծաղել են, ծաղրել են, ինչ որ վատ բաներ են ասել իր հասցեին, բայց ինքը սկսեց կառուցել ու մինչև վերջ գնաց։ Ամեն։ Այստեղ են ասում է, որ ով որ ծիծաղում է, վերջում է ծիծաղում։ Ամեն։ Ու ես պատկերացնում եմ, որ երբ արդեն ջրհեղեղը սկսվեց, բոլորը սկսեցին աղաղակել վախի մեջ, սարսափի մեջ, բայց արդեն ուշ էր։ Ու այստեղ Նոյից մենք կարող ենք մի բան սովորել, որ ինքը իր լսեց խոսքը, պահեց խոսքը ու մինչև վերջ դա կատարեց։ Ամեն։ Հիմա այստեղ խոսվում է նրանց մասին էլ, որ ասում են ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատված, դա Նոյն է, Աբրահամն է, Հաբելն է, Հովսեփն է, Մովսեսն է եւ մյուսները։ Ու ասում է դեն գցենք ամեն ծանրություն, որ մեզ
ձյուրավ պաշարող եւ մեզ ձյուրավ պաշարող մեղքը եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը։ Մենք ունենք ասպարեզ, ինչպես մարզիկներ, մենք ունենք ասպարեզ, պատկերացնում եք, բանը Պողոս Առաքյալը ասում է, որ ոմանք վազում են այդ ասպարեզը բանի պարգևի համար, որ ստանան իրանց պարգևները, մենք էլ այնպես չէ, որ հենց օդ ենք ծեծում, մենք գիտենք ինչ ենք մենք անում, ինչպիսին է մեր ասպարեզը, որ մենք վազում ենք, որպեսզի հասնենք հավիտենական կյանքին, ամեն։ Հիմա տեսեք այստեղ, ինչ է խորհուրդ տալիս մեզ Աստծո խոսքը, առաջինը ինչ է ասում է, որ դեն գցեք ամեն ծանրություն, որ գալիս է, ծանրությունը գիտեք չի գալիս այսպես ֆիզիկական ծանրության միջոցով, ծանրությունները գալիս են սխալ մտքերի միջոցով, երբ սխալ միտք է գալիս, այդ միտքը ավելի ծանր է, քան թե 50 կիլոգրամանոց ինչ-որ մի պարկ, ու շատ մարդիկ կորսում են իրանց քունը, կորսում են առողջությունը, որովհետև ընդունում են այդ սխալ մտքերը, սատանան կարող է բերել սխալ մտքերը անձի մասին, կարող է բերի ինչ-որ մեկի մասին, կարող է բերի ինչ-որ իրավիճակի մասին, որ վախ ներշնչի, ու դա դառնում է մեծ բեռ։ Հիմա Աստծո խոսքը մեզ այսպես ասում, Աստված ուզում է, որ այն ասպարեզը, որ մենք սկսել ենք վազել, մինչև վերջ գնանք, ծանրությունից չընկնենք, սիրելիներս, ինչ պիտի անենք, ասում է դեն գցի։ Հիմա այս պահին մտածի, ինչն է ճնշում քեզ համար, ինչն է ծանրություն քեզ համար, ինչն է անհանգստացնում քեզ։ Ինչն է, որ քեզ աննթատ այսպես սղոցում է քո միտքը, ու քեզ տանջամահ է անում, դա բեռ է, ու Աստված ասում է գցի, միգուցե մեկը մտածի, բա եթե ես գցեմ, բա ով կհոգա դրա համար, չգիտենք ով պիտի հոգա, Աստված ինքը ասում է գցեք ձեր հոգսեր ինձ վրա, որովհետև ես հոգում եմ, սիրելիներ, այնպես ինչպես Աստվածը հոգում ես համար, ինչքան դու ուզենաս, դու այդպես չես կարող անել։ Աստված քեզանից ավելի լավ հոգում է, ամեն, ու մենք կարող ենք Աստծուն վստահել։ Հիմա, այսօր այդ օրն է, որ մենք պետք է ծանրությունները գցենք։ Հիմա տեսեք, ասում է, դեն գցեք ամեն ծանրություն, ու մեզ ձյուրավ պաշարող մեղքը միշտ մեզ գայթակղում է, միշտ մեզ ուզում է շեղել մեր ճանապարհից։ Մեղքը ուզում է խանգարել մեր ու Աստծո միաբանությանը։ Պատկերացնում եք, ինչ բան է մեղքը, մեզանից ամեն մեկը լավ գիտի։ Դա այն է, ինչ որ խոսքին համաձայն չէ։ Ու Սուրբ Հոգին այնքան նուրբ, այնքան քնքուշ, գեղեցիկ ձևով մեզ միշտ ցույց է տալիս, ինչն է մեր կյանքում սխալ, որ միտքն է սխալ, որ խոսքն է սխալ, որ ասածն է սխալ, որ վերաբերմունքն է սխալ, որ որոշումն է սխալ, ամեն։ Սուրբ Հոգին մեզ օգնում է, մեզ պետք է ուղղակի լսել։ Ու Աստված այսպես ասում է, այն ինչ որ քո դեմ է, դա էլ գցի։ Դու պիտի գցես, ոչ թե դրա հետ սկսես կռվել, այլ դու պիտի իրան մերժես։ Ամեն։ Հաջորդը ինչ է, ուրեմն առաջինը։ Մենք դեն ենք գցում մեզանից ամեն մի ծանրություն եւ մեղք։ Ով պիտի անի, դու պիտի անես, ամեն։ Մենք չենք կարող Աստված ասել, այ Աստված ջան, վերցրու ես բեռը։ Ինքը արդեն վերցրել է, ինչ որ պետք է։ Դու պետք է քեզանից դեն գցես։ Հետո ասում է մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին, Հիսուսին, որ առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձնարավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Ահա, դեն գցեցինք սա։ Հաջորդը ինչ ենք անում։ Շատ ու շադիր նայում ենք մեր Տեր Հիսուսին։ Ամեն։ Մտիկ անելը նշանակում է շատ ու շադիր։ Գիտեք, ուշադրություն դարձրեք։ Երբ դուք ձեր աչքերը փակում եք եւ ինչ որ բանի մասին մտածում եք, ինչն է գալիս ձեր աչքերի առաջ։ Ինչ բան եք դուք տեսնում։ Հասկանում եք, այն ինչի մասին դուք անդադ մտածում եք ու տեսնում եք, դա բանը հսկում է ձեզ, դա ձեզ համար մեծ բեռ է, ու Աստված ուզում է, որ այդ բեռից դու լինես ազատ։ Աստված ուզում է, որ երբ դու փակում ես աչքերդ եւ սկսում ես աղոթել,
Հիսուսը լինի քո աչքի առջևում։ Հիսուսը ասում է մտիկ տանք մեր հավատքի սկզբին եւ ավարտին։ Հիսուսն է մեր հավատքի սկիզբը ու զորագլուխը եւ ավարտը։ Ամեն։ Գիտեք, չեմ ենք դրա մասին։ Պետք է որոշում ընդունենք, որ միշտ ինչ էլ որ լինի, մենք Հիսուսին դնում ենք մեր աչքի առաջ։ Ամեն։ Հաջորդը ինչ պիտի անենք։ Երրորդ համարն ասում. ուրեմն մտածեցեք նրա վրա, որ իր դեմ եղած այսպիսի հակառակություն քաշեց մեղավորներիցը, որ դուք ձեր անձերումը չհոգնիք թուլացած։ Ես ինչ լավ բան է ասում Աստծո խոսքը։ Հաճախակի մենք նենց ենք թուլանում։ Ինչից ենք թուլանում։ Ոչ թե որ 50 կիլոգրամանոց պարկերն են կրել, այլ ծանր մտքերից։ Ինչ անեմ, ոնց անեմ, այս հարցը ոնց կլինի, բա իմ բանը ոնց կլինի, բա իմ տղան, բա իմ աղջիկը, բա ամուսինը, բա կինը, բա, այնքան բաներ։ Ու գիտեք, ավելի ծանր այսպես, քան թե այդ պարկերը բարձվում է։ Ու խոսքը ինչ է ասում։ Ասում է մտածեք դրա մասին։ Մտածեք, մի քիչ մտածեք դրա մասին, խորեք դրա մասին։ Ինչ է արել Քրիստոսը մեզ համար։ Ինչ է արել։ Գիտեք, Սուրբ Հոգին միշտ օգնում է մեզ ու մեր հայացքը բերում է Հիսուսի վրա։ Ու ասում է մի հատ նայիր, տես ինչ է արել Հիսուսը քեզ համար։ Կարող է դու ասես, ինձնից դժվար է, ինձնից ծանր է, ոչ մեկը չի հասկանում։ Հիսուսը կասի, գիտես, ես էլ եմ մենակ։ Խաչի վրա, անգամ հայրը ինձ թողեց, բայց ես մինչև վերջ որոշեցի գնալ։ Գրված այսպես, որ նա այնպես հնազանդվեց հորը, մինչև խաչի մահը, մինչև վերջ։ Ամեն։ Գիտեք, այսօր եթե ինչ որ դու հարց ունես, պրոբլեմ ունես ու դու ասում ես Տեր իմ Աստված ոնց կարելի է լուծել։ Սուրբ Հոգին ասում է, նայիր Հիսուսին։ Մտածիր, ինչ է արել Հիսուսը քո մասին։ Ոչ թե ասա, վա Հիսուս, ես նենց հիվանդ եմ, ես չգիտեմ ոչ մի բժիշկ ինձ էլ չի օգնում, ոչ մի դեղ չի օգնում։ Ու Սուրբ Հոգին կասի քեզ, նայիր Հիսուսին։ Նա քեզ կօգնի։ Վստահիր իրան։ Տես, որ քո ցավերը, քո հիվանդությունները խաչի վրա է։ Տես, նա վերցրել է։ Ամեն։ Նա վերցրել է։ Աստված չի ուզում, որ դու թուլանաս հոգնելով։ Գիտեք, երբ դու երկար ճանապարհ ես գնում, երկար ճանապարհ հոգնում ես։ Բայց երբ դու ճիշտ ընկերների հետ ես գնում, դու չես հոգնում։ Այո, շատ հեշտ անց, ու դու չես էլ նկատում, որ դու երկար ճանապարհ անցար։ Աստված ապահովեց, որ դու մենակ չլինես քո կյանքի ճանապարհի վրա, քո հոգևոր ճանապարհի վրա, որ Հիսուսը լինի քեզ հետ։ Ամեն, որ երբ դու հոգնես, Սուրբ Հոգին քեզ կհիշեցնի, հիշիր, որ դու ունես Աստծո շնորհքը, որ քեզ համար հերիք է, դու ունես զորություն Աստծոց, մենակ որ խնդրես։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մենք հավատանք Աստծո խոսքին, ուղղակի Աստծո խոսքին։ Հավատաս, որ երբ դու իրան խնդրում ես, նա քեզ պատասխանում է։ Ամեն անգամ, երբ ես ասում եմ Տեր, քո շնորհքը ինձ համար բավական է, իմ հոգնած, ջարդված վիճակում, մեկ էլ իրավիճակը փոխվում էր, զորություն, թարմություն էր գալիս։ Ու ես ուրախանում եմ ու տեսնում, որ Աստված հավատարիմ է։ Աստված հավատարիմ է։ Ամեն։ Գիտեք, սիրելիներս, որոշումը կայացնել քո եւ Հիսուսի հետ կապված շատ կարևոր է։ Դա կոչվում է ուխտ։ Դա այն նույն հարաբերությունն է, որը ունի ամուսինը եւ կինը։ Իրանք ուխտ են կնքում իրար հետ, որ պիտի հավատարիմ լինեն մինչև վերջ։ Ու փսակադրության ժամանակ այդպես էլ անում են։ Ամեն մեկը ասում է, որ ես համաձայնվում եմ ամուսնանալ քեզ հետ ու քեզ սիրել, քո համար հոգալ, քո լավ օրերին, քո դժվար օրին, մինչև որ ես հեռանամ ես կյանքից, մինչև որ մահը մեզ բաժանի։ Գիտեք, որոշումը։ Բայց ցավոք որոշ մարդիկ այդ բաները ասում են, բայց այդ որոշումը չեն պահում։ Այսօր կարևոր է, որ դու, որ որոշել ես Հիսուսի հետ գնալ, դու քո որոշումը պահես։ Շատ կարևոր է, որովհետև փոթորիկներ կլինեն, ալիքներ կլինեն, դժվարություններ կլինեն, բայց քեզ պետք չէ խեղճանալ եւ
վախով թույլ տալ, որ վախը հսկի քեզ վրա։ Քեզ պետք է իմանալ, որ Հիսուսը քեզ հետ է։ Հիսուսը քեզ հետ է։ Կարող է ինչ որ պատասխանը երկարում է, բայց նա գիտի մեր ամեն մի իրավիճակի մասին։ Նա գիտի, ու ես չեմ հավատում, որ Աստված չուզենա պատասխանել։ Ես գիտեմ, որ Աստված բարի Աստված է։ Ես գիտեմ, որ Աստված հրաշքներ գործող Աստված է։ Ու այնքան մեծ ուրախություն է վստահել ունենալ գործ այդպիսի Աստծո հետ, որ նա քեզ երբեք չի թողնի, նա քեզ երբեք չի լքի, երբեք։ Դրա մասին մտածի։ Աստծո ժողովուրդ, եկեք մենք կենտրոնանանք Հիսուսի վրա, մտածենք ինչ արել Հիսուսը մեզ համար։ Գիտեք, ինչ արել, նա թողեց արքայությունը երկնային ու եկավ խավարի մեջ։ Այստեղ իրան հեշտ չէր, դրա համար նա ամեն օր հանդիպում էր հոր հետ։ Նա մեզ համար օրինակ է, որ ամեն օր հանդիպենք Աստծո հետ։ Ամեն օր, երբ ալիքները քեզ վախեցնում են, հանդիպիր Աստծո հետ։ Երբ իրավիճակները քեզ ծեծում են, հանդիպիր Աստծո հետ։ Որտեղ նրա ներկայության մեջ քո լիցքն է գալիս, ուժն է գալիս, իմաստությունն է գալիս, հավատքն է գալիս, հավատքը գալիս է Աստծո հետ մտերմությունից։ Երբ դու Աստծո հետ մտերիմ ես, հանդիպում ես Աստծո հետ, դու կարող ես ջարդված, այսպես, չգիտեմ, մի մազը մնում, որ դու հանձնվես, ուրանաս, հիասթափվես։ Այսօր ուզում եմ ասել, վստահիր Աստծուն, Աստված քեզ ճանաչում է, Աստված քեզ հետ է, Աստված քո կողքին է։ Գիտեք, դա իրական բան է։ Մենք այստեղ չենք խոսում վերացական բաներ, իրական բաների մասին ենք խոսում, փաստացի, ով որ կանչի կլսի Աստված, ով որ խնդրի Աստված կպատասխանի, ամեն։ Մեր Աստված հիասքանչ է։ Աստված ոչ մի մարդուն առիթ չի տվել, որ ասի Աստված դու անարդար ես, կամ Աստված դու հավատարիմ չես։ Ավելի շատ մարդիկ են ոչ արդար ու ոչ հավատարիմ, բայց Աստված հավատարիմ է, ամեն, հավատարիմ է։ Ու գիտեք, ինչն է մեզ օգնում գնալ մինչև վերջ։ Վստահությունը Աստծո ասած խոսքերի մեջ, որ Աստված ասել է, աշխարհը շուռ գա, խոսքը պիտի կատարվի, այն խոսքը, որին դու հավատում ես։ Մենք շատ խոսքեր գիտենք, բայց որ խոսքերին ենք հավատում, որ խոսքերից է գալիս հավատքը, որ խոսքն է քեզ այսպես բռնում, բարձրացնում քո նեղությունից, այն խոսքը, որը քո սրտիդ մեջ է, այն խոսքը, որին դու հավատում ես, ամեն այդ խոսքն է քեզ պահում։ Այդ խոսքը, ու ասեմ ձեզ, հոգևոր սկզբունքները նույնն են, իրանք չեն փոխվում։ Դրա համար եկեղեցում միշտ հնչում է այս խոսքը՝ մտերմություն Աստծո հետ։ Գիտես, այդ մտերմությունը ոչ մեկը քո փոխարեն չի կարող ձևավորել։ Դա քո որոշումն է, քո պատասխանատվությունն է։ Դու կինն է որոշում ամուսնուն լինել հավատարիմ, ամուսինն է որոշում կնոջը լինել հավատարիմ, ամեն։ Այսօր ես ուզում եմ, որ մեր ուխտը Աստծո հետ նորոգենք, որ մենք Աստծուն ասենք, որ որոշում ենք վստահել իրեն, անգամ եթե իրավիճակները հակառակ են, անգամ եթե իմ զգացմունքները հակառակ են, վստահել Աստծուն, նորոգենք մեր որոշումը գնալ Հիսուսի ետևից ու որոշենք հավատարիմ լինել իր ասածներին, հավատարիմ լինել իր եկեղեցուն, հավատարիմ լինել մեր ընտանիքներին։ Գիտեք, հավատարմությունը բաներ է փոխում, սիրելիներս։ Հավատարմության համար դու պիտի վերցնես պատասխանատվություն։ Ամեն։ Ես սիրում եմ Աստծո եկեղեցին։ Սիրում եմ։ Այո, ինչ հիասքանչ է Տիրոջ եկեղեցին։ Ինչ հիասքանչ է այս շփումը Տիրոջ ժողովրդի մեջ։ Ինչ հիասքանչ է, որ դու մեկի հետ խոսում ես ու դու գիտես իր այոն այո է, ոչը ոչ։ Ինչ հիասքանչ է, որ դու գիտես, որ քո մեջքի ետևում քո մասին չեն խոսում, այլ քեզ սիրում են։ Ինչ հիասքանչ է, գիտեք, դա քեզ վստահություն է տալիս։ Ամեն սիրելիներս, Աստված ուզում է, որ այսօր մենք նորոգենք այդ որոշումը։ Ու գիտեք, երբ մենք կարդում ենք ուղերձները,
Մենք տեսնում ենք, որ Պողոս Արաքյալը ասում է, որ այս մեկը ինձ թողեց, այն մեկը սիրեց այս աշխարհը թողեց գնաց, այն մեկը ինձ թողեց։ Հասկանում եք, ինչու, որովհետև բաներ կան, որը մեր դեմ դուրս են գալիս։ Բայց եթե ես այսօր չհավատամ Հիսուսին, ում պիտի ես հավատամ։ Եթե այսօր Հիսուսը չի իմ կամ քո կյանքի ժայրը, ով պիտի լինի մեր կյանքի ժայրը։ Ամեն Հիսուս արժանի է, որ մենք իրան սիրենք, որ մենք իրան լինենք նվիրված։ Ամեն անգամ որ շատ բաներ չենք հասկանում, գիտեք, ես անկեղծ ասել եմ ու նորից կասեմ, որ երբ այդ իրավիճակը կատարվեց իմ ծնողների հետ, դուք չեք պատկերացնում, որ լինելով հեռու ծնողներից, ամեն շաբաթ մենք քուրիկներով ծոմ ենք վերցնում ու աղոթում, այդ իրավիճակի համար պատերազմում։ Ամեն շաբաթ մի օր լիովին ծոմ վերցնում ենք ու բարի խոսում, ես մենակ չեմ, մենք մի քանի հոգով, ու ես աղոթում եմ դրա համար, ու ես վերադառնում եմ ու լիովին բացասական արդյունք, կախված իմ բարեկամների հետ, դա շատ ուժեղ հարված է իմ հավատքին, բայց գիտեք, ես պետք է մտածեի, կամ ես ընդունում եմ, որ Աստված անարդար է ու մնում եմ իմ վիրավորանքների մեջ, կամ ես վստահում եմ Աստծուն, որ ես շատ բան չեմ հասկանում ու շարունակում եմ իմ ընթացքը Հիսուսի ետևից։ Շատ բաներ կլինեն մեր կյանքում, որ մենք չենք հասկանում։ Ինչու Աստված այս բանը թույլ տվեց, ինչու այս բանը սենց եղավ, ինչու այն բանը սենց եղավ, հասկանում եք, սիրելիներ, թանկագիններս, բայց Աստված ուզում է, որ քո սրտիդ մեջ լինի 100% վստահություն Աստծո հանդեպ։ Երբ մենք սովորենք միշտ վստահել Աստծուն, մենք միշտ կվստահենք իր խոսքին, մենք միշտ կվստահենք իր գործին, մենք կսիրենք իրան ավելին ու մենք կկարողանանք հաղթահարել ու մենք չենք թուլանա հոգնած։ Տեսեք, խոսքը ասում է, մտածեք ինչ արել Քրիստոսը խաչի վրա։ Երբ ես պետք է իմ ծնողների, սպանողների ներեի, Աստված ինձ ասեց, հիշիր Հիսուսին։ Վերջի բանը խաչի վրա ասեց, ներիր իրանց, հայր ներիր։ Ես ով եմ, որ ես ինձ Աստծուց ավելի բարձր դնեմ, սիրելիներ։ Մարդը ով է, որ Աստծո գործերը քննի ու ասա, այս բանը ճիշտ չի, այս բանը սենց է։ Եկեք մենք խոնարհվենք Աստծո հզոր ձեռի տակ, եկեք մենք վստահենք իրեն։ Աստված բարի է ամեն ժամանակ։ Ու ոչ մի իրավիճակ ինձ չի կարող համոզել հակառակը։ Աստված ամեն ժամանակ բարի է։ Աստված ամեն ժամանակ հավատարիմ է։ Աստված ամեն ժամանակ արդար է։ Նա միակն է, ումով դու կարող ես միշտ հիանալ և ում կարող ես վստահել քո կյանքը, ամեն։ Այսօր ես ուզում եմ, որ մենք նորոգենք մեր ուխտը Աստծո հետ ու որոշենք, որ ես որոշում եմ քո ետևից գնալ։ Ես չեմ շեղվի իմ ճանապարհից։ Ես չեմ ուզում ընտրել իմ սեփական ճանապարհը։ Իմ ճանապարհները շատ խեղճուկ են Աստծո ճանապարհների համեմատ, կամ իմ մտքերը, կամ իմ ծրագրերը, դա իրականում Աստված ինչ հիասքանչ է։ Այսօր այն օրն է, որ Աստված ուզում է դուք ձեր սրտերի մեջ մոտենաք իրան։ Եթե ինչ-որ բան կա, որը վիրավորում է, ցավ է, բեռ է, միտք է, որ տանջում է, Հիսուս այստեղ է, եկեք մենք ինչպես ասում է, դեն գցենք, ասենք Հիսուս, խոսքդ ասում է, ես էլ քո խոսքի համաձայն անում եմ։ Գիտեք, շատ անգամ ես առանց զգացմունքների ճիշտ գործողություններ եմ արել, որտեղ մենք շատ երբեմն ասում ենք, վայ Աստծո ներկայությունը զգացին, ինձ փշաքաղվեցի, վայ, գիտեք, ինձ պետք չի փշաքաղվել, ես գիտեմ Աստծո ներկայությունը միշտ կա, ինձ պետք չի այդպիսի երևույթներ ման գալ, ես գիտեմ Աստծո խոսքը ճիշտ է։ Դրա համար սիրելիներս, եկեք մենք նայենք Աստծո խոսքին։ Եկեք մենք նայենք մեր Տեր Հիսուսին։ Նա սիրում է ամեն մեկիդ ու նա ուզում է քո բեռը թեթևացնի։ Դրա համար ասում է բեռը տուր ինձ։ Ամեն, եկեք կանգնենք ոտքի։
հավատում է ու ընդունում է, որ այսօրվա օրը իր համար է, ես ուղղակի ուզում եմ սենց մի կարճ աղոթք անել։ Եկեք մենք իրար հետ միասին դա անենք, բայց սրտանց, ամեն, ամեն, հալելույա, 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 ասեք Տեր Հիսուս, շնորհակալ եմ ամենի համար, ինչ որ արել ես ինձ համար, Գողգոթյան խաչի վրա, այսօր այն օրն է, որ ես ներողություն եմ խնդրում քեզանից, որ ինչ որ պատճառներով ես շեղվել եմ իմ ճանապարհից, ես ուղղում եմ իմ ոտքի քայլերը եւ որոշում եմ այսօր, որ կյետևեմ քեզ մինչև վերջ։ Ես այն մարդն եմ, որ կյետևեմ քեզ մինչև վերջ։ Ամեն ծանրություն, ամեն հոգսեր, բեր, պրոբլեմ, ես հիմա տալիս եմ քո ձեռքերի մեջ։ Ու շնորհակալ եմ, որ դու այստեղ ես։ Դու վերցնում ես դա։ Կներես, որ շատ բաներ ես ինքս եմ փորձել, անել, հասկանալ։ Բայց այսօր ես խոնարհվում եմ քո ձեռքի տակ։ Ու խնդրում եմ, օրհնիր ինձ, բժշկիր իմ սիրտը, բժշկիր իմ միտքը, բժշկիր իմ հարաբերությունները։ Ես նորոգում եմ իմ ուխտը քեզ հետ այսօր։ Շնորհակալ եմ, որ դու հավատարիմ ես։ Օգնիր, որ ես էլ լինեմ հավատարիմ մինչև վերջ։ Շնորհակալ եմ քո ներկայության համար, քո բժշկարար հպման համար, քո ազատագրության համար, որ դու ծանրությունը վերցրեցիր ու ես կարող եմ ազատ շնչել, արտաշնչել, դու իմ տխրությունը վերցրեցիր, որ ես լինեմ խաղաղ ուրախ, շնորհակալ եմ, իմ կյանքը քո ձեռքերում է, շնորհակալ եմ, ամեն։